իշխանության հանդեպ, այսինքն եւ իշխող անձի եւ իշխող կուսակցության դժգոհությունը ինչպես է կապիտալիզացվում։ Ավելի պարզ ասած, Հայաստանի կառավարիչին, Հայաստանի ղեկավարին բացասական գնահատողները եւ իշխող կուսակցությանը բացասական գնահատողները ում են պատրաստում ձայն տալ։ Եկեն այստեղ հատուկ շեշտադրեմ, որ խոսքը ինքնին ամբողջ բնակչության շրջանում էլեկտորալ վարկանիշի, ժարգոնով ասած ռեյտինգի մասին չի։ Սա ուրիշ բան է, սա խաչաձևում է կոնկրետ երկու ենթակլաստեր վերցրած, մեկը վարչապետին գործող բացասական գնահատողները, ինչպես է բաշխված իրենց ընտրական նախապատվությունը, եւ երկրորդը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը բացասական գնահատողները ում են ընտրելու։ Ինչպես տեսնում եք, կառուցվածքները նման են։ Գույներով էլ նույնիսկ եթե նայեք, շատ նման կառուցվածքներ են։ Ես կխնդրեի մեր ուշադրությունը բևեռեինք համապատասխանաբար վերջին երկու շրջանակների վրա։ Օրինակ 25.4% եւ 9.3% այստեղ ձախ հատվածում ԿՊ բացասական գնահատողների աճում գրեթե նույնական տվյալներ։ Սրանք մարդիկ են, որոնք չեն կողմնորոշվել կամ գոնե կողմնորոշում չեն հայտնում։ Այսինքն դժվարացել են պատասխանել կամ հրաժարվել են պատասխանել։ Սա պիտի լինի ավելի ոնց որ էական հաշվի առնվող ցուցանիշը այն ուժերի համար, որ հանդես են գալիս իշխանապողության դիրքերից, նաև ընտրական պայքարի մեջ են ներգրաված, որ կան այս տոկոսի չկողմնորոշված մարդիկ, այսինքն իրենք այո չկողմնորոշված նկատի ունեն բացասական գնահատողների մեջ, որ պոտենցիալ իրենք կարող են կազմել ընդդիմադիր էլեկտորատ այս կամ այն տեղում, բայց հələ որ գոնե չեն հայտնում այդ մասին, որ կազմել են։ Առանձնապես կարծում եմ, այստեղ տոկոսները հնչեցնելու անհրաժեշտություն չկա, թե հարցեր կան կարող են պատասխանել։ Ուժեղ Հայաստան կուսակցությունն է 23.5 համապատասխանաբար 22.2 ուժեղ Հայաստան կուսակցության հետ կապված լրիվ այլ ընդհանրապես ուրիշ մի բան ասեմ, որ մեր դաշտային աշխատանքները համընկան այս ուժի պիտակի փոփոխության հետ, պիտակ սոցիոլոգիական իմաստով ունեմ, նկատի ունեմ, ասենք երբ որ սկսում էինք մեր ձևով էր, իսկ հետո ամբողջությամբ նույն բրենդը, ուղղակի իրավակազմակերպչական ձևը փոխվեց, ՀԿ-ից վերածվեց կուսակցության եւ լրիվ այլ անունով, զուտ հետաքրքրվողների համար, հատկապես սոցիոլոգիան ներկայացնող հյուրեր ունենք, մենք պիտակը կեսից չենք փոխել, իսկ ամբողջ ընթացքում հնչեցվել է մեր ձևով, կամ որ մարդիկ ասել են մեր ձևով, բնականաբար նշել ենք ուժեղ Հայաստան։ Եթե մենք պիտակը փոխեինք, ուժեղ Հայաստանով շարունակեինք հարցումը, կստացվեր այսպես չճանաչողների մի հատ բանակ։ Սա այսպես ուղղակի դիտարկում իրենց միգուցե սա կարող է հետաքրքիր լինել, ես ուղղակի նշեցի մեր մեթոդաբանական մոտեցումը։ Իդեպ անվավեր քվեաթերթիկներն էլ այստեղ խնդրում եմ հաշվի առեք, մոռացա նշել եւ չի մասնակցելուն, այսինքն ուշադրություն դարձեք ոչ թե վերջի 2 սյունյակներին, այլ 4 սյունյակներին, ավելի մեծ աբստինենցիալ բան ենք ստանում, էլի, բացակա վիճակ ենք ստանում։ Այո։ Չէ, բացական են գնահատել իշխող կուսակցությանը, առանձին իշխող կուսակցությանը եւ այո, գործող վարչապետին։ Միայն այդ ենթակլաստերում այս հաշվարկը արված, բայց իրոք ընկերներ վերջի 4 սյունյակներ պետք գումարել։ Հա, մոտենում է 50։ Անցած անգամ էլ էր այդպես, հեսա կասեմ։ Այդ էինք ասում, արտակ, մոտավորապես 50 են դառնում։ Նախորդ անգամ էլ էր այդպես, մի քիչ հիմա քչացել է, նախորդ անգամ 58.1, 54.6, այսպես համարյա 60-ի էր հասնում, հիմա բնականաբար նախընտրական դե ֆակտո քարոզարշավը թափ է հավաքում, մի քիչ կողմնորոշվածության աստիճանը մեծանում է, բայց միևնույնն է, իրականում առաջի տեղում վերջի 4 սյունյակներն են։ Այո, չէ, բացասականի մեջ, չկողմնորոշված ասելով նկատի ունենք չմասնակցողներ, քվեաթերթիկը անվավեր անողներ եւ առասարակ այդ հարցին հրաժար համապատասխանաբար վարչապետի եւ բանի կուսակցության։ Ներողություն, մի բան հարցնեմ էլի, փաստորեն մարդիկ կան, որ բացասաբար են արտահայտվում, ու հետո ասում են պիտի ընտրենք։ Այո։
Տիկին Մանասյան մենակ ձեզ այն ինչ-որ բան ասելու ես դեպքում։ Հաշվի կառնենք։ Ընկերներ, գալիս ենք հաջորդ սլայդին, մենք կարծում ենք, ունենք համեստ պնդում, որ կարողացել ենք վերջապես ինչ-որ մի կորելացիա, ինչ-որ մի առնչակցություն գտնել իշխող ուժին կողմ քվեարկելու եւ ինչ-որ մեկ այլ փոփոխականի միջև։ Դուք գիտեք, մեր հասարակական ընկալումներում, ժարգոնում կան տարածված կարծրատիպեր, թե ովքեր են ավելի հակված քվեարկելու իշխող ուժի օգտին, դե այդպես մոտավորապես ստացվում է 60+ տարիքի իքական սեռի ցածր կրթությամբ կանայք։ Հավատացնում եմ ձեզ ամեն պատասխանությամբ դա չի համապատասխանում իրականությանը։ Մենք այդպիսի սլայդ էլ ունենք, որտեղ դա հիմնավորում ենք, այսինքն մեր կապարանոց հայտարարություն չի, բայց կարծում ենք, որ կա մի փոփոխական, որը կոռելացվում է իշխող ուժին ընտրել չընտրելու հետ, եւ այդ փոփոխականը հավաքական առումով կարող ենք ասել մեր վերջին տարիների ազգային ձախողումների մեղավորության կամ պարտավորության նշանակումն է։ Մենք ինչպես եւ անցած անգամ մարդկանց հարցրել ենք, թե ձեզ ինչի կամում պատճառով են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները գտնվում ադրբեջանական բանտում։ Ըստ սա հարցի բառացի ձևակերպումներ, անգիր ասացի, շատ տխուր հարց է։ Հիմա մենք վերցրել ենք բաց հարց է ինքը, դարձյալ, այսինքն պատասխաններ չեն հնչեցվում, բայց մենք վերցրել ենք երկու ամենատիրապետող պատասխանները, մեկը իրենց իսկ, այսինքն հենց իրենք են մեղավոր, եւ երկրորդը Հայաստանի կառավարության։ Եվ Խաչաձև նայել ենք, իրենց իսկ ասողների ձայները ինչպես են բաշխվում, եւ Հայաստանի կառավարության ասողների ձայները ինչպես են բաշխվում։ Այստեղ արդեն դուք կտեսնեք, եւ իսա միակ տեղն է, որ իշխող ուժը ունի 50+, 55.8% այն մարդկանցից, ովքեր կարծում են, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հենց իրենք են մեղավոր, գտնում են ադրբեջանական բանտում։ Հետո արդեն 17.3% ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան 8.8%, Բարգավաճ Հայաստանի ընտրազանգվածը իրական առանձնապես շատ գաղափարականացված չի։ Դրա համար եթե տեսնեք, իրենք մյուսում են մոտավորապես նույնը 8.2։ 3.1% Հայաստան Դաշինք, որտեղ տեսնում եք, իմացեք, որ այդտեղ երկու կոդեր իրար են գումարված։ Այո, Ռոբերտ Քոչարյան կամ հենց Հայաստան Դաշինք եւ Հայեղափոխական Դաշնակցություն, որպես կանոն, հիմա սոցիոլոգները կարող են վիճել, ասել, որ երկու ուժ ուղղակի մեխանիկորեն իրար այդպես չի կարելի գումարել, որովհետեւ մեխանիկորեն դրանք չեն գումարվում, ընդհանուր առմամբ համաձայն ենք, բայց կոնկրետ այս մասնավոր դեպքում հաշվի առնելով, որ Դաշինքը հենց այս կազմով գոյություն ունի 5 տարի եւ հետևելով մամուլի հրապարակումներին ողջամտորեն ենթադրելի է նաև, որ շարունակում է գոյություն ունենալ եւ շարունակելու է գոյություն ունենալ նաև առաջիկա ընտրություններում։ Դրա համար այդ եղանակով ենք վարվում, թեպետ բնականաբար մեր մշակված դատաբազայում առանձին միշտ կա առանձին դաշնակցություն եւ առանձին Հայաստան Դաշինք Ռոբերտ Քոչարյան։ Չէ, մենք չենք առանձնացրել, քանի որ մեր մոտ էլեկտորալ վարքին վերաբերող բոլոր հարցերը պարզապես բաց հարցեր են, ում կընտրեք։ Պարզապես առանձին դաշնակցություն ասածները առանձին հաշվում են, առանձին Հայաստան Դաշինք Ռոբերտ Քոչարյան հաշվում է, գումարվում են իրար։ Հիմա խնդրում եմ նայեք աջ կիսագունդը։ Իսկ ինչպես են բաշխվում այն մարդկանց ձայները, ովքեր համարում են, որ Հայաստանի կառավարության պատճառով են Արցախի ղեկավարները գտնում ադրբեջանական բանտում։ Այստեղ արդեն լրիվ հայելային այլ պատկեր է, ԿՊ-ն այստեղ նույնիսկ չկա, բայց թիվը հիշում եմ 0.8% էր։ Այսինքն Հայաստանի կառավարության մեղքով են մարդիկ պատանդ ասողների 0.8%-ը ասել է, որ ընտրելու է ԿՊ։ Բայց այդ մարգինալ է, թողնենք, այստեղ առաջի տեղում ուժեղ Հայաստանն է 56%, հետո Հայաստան Դաշինքը 25%, եւ ինչպես տեսնում եք, Բարգավաճ Հայաստանը կրկին գրեթե նույնական ցուցանիշով 8.5, 8.2
երրորդ տեղում, նաև այլ փոփոխականներ են ցույց տալիս, որ այս էլեկտորատը առանձնապես գաղափարական դետերմինացվածություն չունի, ունի այլ դետերմինացվածություն, որ առանձին քննարկման առարկա է, բայց այստեղ մեզ հետաքրքրող ընկերներ սա էր։ Եթե կա մի հարց, որը կոռելացվում է իշխող ուժին ընտրել-չընտրելու հետ, ապա դա մեր վերջին տարիներին ազգային ձախողումների մեղավորության նշանակումն է։